Սիրելիներս, նորից ուզում եմ խոսել մեր բոլորի ծառայության մասին, ով մենք բոլորս Աստծո զավակներն ենք եւ միաժամանակ Աստծո ծառաներն ենք եւ մեզանից յուրաքանչյուրը անում է այն, ինչ որ Տերը տալիս է մեզ, ինչ որ Տերը կամենում է։ Մենք պիտի լինենք այնտեղ, թե ֆիզիկապես, թե հոգեվոր իմաստով, այնտեղ, որտեղ որ Աստված է ուզում։ Աստված մեզ ամեն օր ավելի սովորեցնում է, ավելի ուժեղացնում է, իմաստություն է տալիս, գիտություն է տալիս եւ օգտագործում է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Դրա համար մենք ոչ թե մեր ցանկություններին նայենք, որովհետև շատ ժամանակ մենք կարող ենք թեկուզ հենց Աստծուն սիրելով ուզենանք անել մի ուրիշ բան կամ ավելի շատ բան, բայց դա մեզ դեռ տրված չէ։ Ուզում եմ ասել, որ չարը ամեն կերպ փորձելու է մեզ հեռացնել մեր ծառայությունից, չարը ամեն կերպ փորձելու է Աստծո կամքը մեր կյանքում խանգարել, որ Աստծո կամքը տեղի ունենա մեր կյանքում ծառայության մեջ, նա ամեն կերպ փորձելու է մեզ հետ պահել նրանից, ինչ որ Աստված ուզում է անել մեր միջոցով։ Եվ սատանան չարը Աստծո բոլոր ծառաներին ամեն օր փորձելու է խաբել, ստել, մոլորեցնել եւ շեղել իր ծառայությունից։ Նրա նպատակն է, որ մեզ հեռացնի մեր ծառայությունից եւ այն ինչ որ Աստված ուզում էր անել մեր միջոցով, դա տեղի չունենա եւ ընկնեն Աստծո ծառաները, ընկնեն, քչանան եւ չարը չի կարող Աստծուն խանգարել, բայց նա կարող է մեզ խանգարել, մեզ խաբել, մեզ մոլորեցնել, մեզ թուլացնել։ Աստված ոչ մի վարքյան չի հեռանալու քեզանից, չի հեռանում քեզանից, ոչ մի ակնթարթ նա քեզ չի թողնում, եթե նույնիսկ դու չզգաս, որ Աստված քո հետ է, դու ուղղակի իմացիր, դու վստահություն ունեցիր, որ Աստված քո հետ է, միգուցե դու ուղղակի ամեն օր գրառումներ կատարես քո էջերում եւ ընդամենը 5 հոգի դա կարդա։ Ու չարը քեզ ներշնչի, որ դա ում է պետք, մի արա, ոչ մի պտուղ չի տալիս, դու ոչ մեկին օգուտ չես տալիս, դու չես կարող դրանով մարդկանց բերել դեպի Աստված, չարը քեզ խաբում է, դու նայիր Աստծուն, դու աղոթքներով Տիրոջ հետ եղիր, Տիրոջ մեջ եղիր եւ նա քեզ կուղղորդի, Սուրբ Հոգուց միշտ խնդրի, որ նա քեզ ուղղորդի եւ ուժ տա եւ լուսավոր պահի քո միտքը, պայծառ միտք խնդրիր Աստծուց, որովհետև դու Աստծո ծառան ես եւ քեզ պետք է որ քո միտքը միշտ պայծառ լինի, լուսավոր լինի։ Չարը շատ ժամանակ այսպես քողի պես ինչ որ մի բան է գցում մեր մտքի վրա եւ մենք կարծես հայտնվում ենք մշուշի մեջ, չենք կարողանում ամեն ինչ շատ ճիշտ գնահատել, ողջամիտ լինել։ Աստծուց եկեք ողջամտություն խնդրենք, պայծառ միտք, լուսավոր միտք, իմաստություն եւ շարունակենք անել այն, ինչ որ Աստված մեզ տվել է։ Շատ կարևոր է քո ամեն օրվա գրածը, որ դու գրում ես քո էջում։ Դրա միջոցով Սուրբ Հոգին դիպչում է մարդկանց սրտերին, իսկ չարը քեզ խաբելու է, ասելու է, որ դա ոչ մեկին պետք չէ։ Եթե նույնիսկ մի հոգի է կարդում, ուրեմն դու իմացիր այդ մի հոգու համար ես դու ծառայում։ Դու մի հոգու օգնում ես, պատկերացնում ես քո մի գրածով, միգուցե ես եմ միայն այդ օրը կարդացել եւ քո գրածը, որ Սուրբ Հոգին է քեզ օգտագործել որպես անոթ, քո գրածը ինձ ուժ է տվել։ Չհավատաս չարի ստերին, նա ամեն ինչ անելու է, որ դու չծառայես։ Հավատա, վստահիր քո Տեր Աստծուն, նա քեզ հետ է։ Եվ եթե նա քեզ ծառայություն է տվել, նա քեզ առաջնորդելու է, նա քեզ ուղղորդելու է, նա քեզ իմաստություն ու գիտություն է տալու, նա քո հետ է։